Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրական ճարտարապետները։ Հարգելի ընկերներ, այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող փաստաթղթերի հրապարակումը նշել է հետևյալը, որ կար հնարավորություն Արցախի ապագան այլ կերպ տնօրինել եւ այդ փաստաթղթերը դա են ապացուցում, այս փաստաթղթերին մենք առանձին կանոնդառնանք, ինչպես նաեւ նրան, թե ինչու 16 եւ 19 թվականներին ռուսական կողմի առաջարկները չընդունվեցին, բայց այստեղ եկեք մեկ այլ հարցի անդրադառնանք, լավ, իսկ այս պարագայում ով է որոշում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղենիշները, որ մենք ունենալով հնարավորություն պահպանել Արցախը հայկական, հրաժարվեցինք դրանից։ Հարգելի ընկերներ, Թուրքիայում մի այսպիսի ուղեղային կենտրոն կա SETA։ Դրա նախկին տնօրենը 24 թվականին Էրդողանի կողմից նշանակվել էր Թուրքիայի փոխարտգործնախարար։ SETA-ն 2025 թվականից առաջ մի հետաքրքիր զեկույց էր հրապարակել, որում կար անդրադարձ նաև Հայաստանին։ Եվ մեր մասով գիտեք ինչ են ասում են ավանդաբար Հայաստանում ամրապնդված էր պատմական Հայաստանի գաղափարը, ինչը կտրում էր Հայաստանին իրական Հայաստանի իրողություններից, նաև դարձնում էր իրողություն այնպիսին, որ Հայաստանը այլ ուժերի կողմից կախվածության մեջ էր հայտնվում։ Իսկ այսօր մենք լսում ենք Հայաստանից գնահատականներ, որ Հայաստանը դուրս է բերվել թակարդից Արցախի կորուստից հետո։ Հիմա հասկանում եք ով եւ ոնց է ձևակերպում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։